Գխոնար եւ մեզի համար չարչարվող Տեր Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ցեզ, բարի եկած եք Տերոջդունը, միասնապար հիշադակելու այն չարչարանած քիշերը, որու մեջ մեր Տերը չարչարվեցավ մեզ ամեն մեկուն համար։ Պիտի երգենք 260-րդ երգը, որ մեդո արայխպոր աոտկով պիտի շարունակենք։ Աոտքի համար հոդնգայս շարունակենք։ Բաշտելի հայր թարցյալ գոխոնարին քու արջևդ և սրդանց պարկ ուդանք այս օրտնյալ թանգակին արիթին համար, որ մենք միչ գջամփորտենք այս անաբադի մեջ մեզի գշնորես և դեր հավաքապար գուկանք դաջարիտ մեջ քեզ բաշտելու հու սերդ անգամ եվս մեր մտքերու մեջ թարմացնելու պարկ ուդանքով դեր որ մեզ սիրեցիր և դեր մեր սիրուն քու միածին որդիդ աշխարհ ղրգեցիր։ Այո դեր այսօր բոլոր աշխարհ քրիստոնյա գոչվողներ գիհիշադագեն դեր Հիսուսի գրած չարչարանքները, դարաբանքները, խաչելությունը և մահը, բայց ով դեր որքան հերու են մարդիկ իրենց սիրտով հատուկ կերպով մեր աղոթները կբարձրացնենք, որ ողորմիս այդպեսիներուն և լա որով դեր գիտակցությամբ բաշտեն քեզ հասկանան քու սերդ և մեղքեն հրաժարելով սրբության մեջ ապրին։ Ով դեր գաղութենք, որ հատուկ կերպով օրհնես մեզ և այս պահվան մեջ, ուր որ քու անովդ հավաքված են խոսքիդ մատակարարությունը, օրհնություն և արթնության միջոցնես։ Քեզի կանցնենք այս պահը և դեր կխնդրենք, որ ներկայությամբ և խոսքովդ օրհնես բոլորիս։
Բարքիդ համար կխնդրենք Հիսուսի անունով ամեն Ամեն Մեր հաջորդ երգը պիտի լա 565-րդ երգը, այս երգին առաջին, երրորդ, չորրորդ եւ 5-րդ տուները պիտի երգենք 5, 6, 5 Ինձի համար միայն ինձի թողուց փրկիչ կաբանցալի ու երկնային փառքը ամփափ ինձի համար մեռնել եկավ Լայր Սուրբ անվան Այժմ կհրավիրեմ Վիկի քույրը եւ Արմինե քույրը մեզի պիտի երգեն իբրև զուգերգ Գեթսեմանի մեջ առանցին աղոտ կրավ Հիսուս
Գեթսեմանի մեջ առանցի աղոտ կրավ Հիսուս մինչև մրուն թարգավանքի կամեց նային սիրուս ինձի համար լուծեց անարացին վրգել մարդիկ արյան բանկին հաչ ելավ ու մերա հոնարանցին Պիղատոսի դեմարանցին գեցավ բրգիչ աստված Փուշեբսակ դրեց գլխին ամեն մարտելակված ինձի համար լուծեց անարանցին վրգել մարդիկ արյան բանկին հաչ ելավ ու մերա հոնարանցին Դրնաս մեժես սերնան նման չանցալ իր բահանջին անցնե իրեն ինձին լման չլա թողարանցին ինձի համար լուծեց անարանցին բրգել մարդիկ արյան բանկին հաչ ելավ ու մերա հոնարանցին Շնորհակալ եք քույրեր, դերորդն է, հսկանչելի երկմն է։ Այսօրվան երկեր հնորինողներ եղանակներով միասին պետք է Էլմաջան երկերը լավը սորվին լսեն, կոնե անդեղ են պամը արդեն։ Իրապես ամեն մեկ երկ բատկամ է, բատկամ, ներշնչված է, աստվածային գնիքը գգր է, այս երկերը, որ գլսենք։ Աստծո խոսքեն պիտի գարտամ Հովանու ավետարանին 10-րդ գլուխեն 1-17 համարները։ Հովանու 13:1-17 Զադիգի դոնեն առաջ Հիսուս գիտնալով թե իր ժամանակը հասեր է, որ այս աշխարհեն ելլե հորքով, սիրելով իրենները, որոնք աշխարհի մեջ էին, մինչև վերջնալ սիրեց զանոնք։
Եվ երբ ընթրիքը գլար, Սատանա արդեն Իսկարիովտացի Սիմոնյան հութայի սրդի մեջ թրեր էր, հոս Սիմոնյան գսե, բայց հայ չէ ասի։ Գսե, Հիսուս գիտնալով, թե հայրը ամեն բան իր ձեռքը տվավ, եւ թե ինք Աստծուց մելավ ու Աստծո քով գերտա։ Ընթրիքեն ելավ եւ հանդերձները մեկտի թրավ ու ղենչակ մարդելով մեջ կպատվեց։ Ետքը գոնքի մեջ չուր լեցուց ու սկսավ աշակերտներուն ոտքերը լվալ։ Եվ այն իր պատտված ղենչակովը սրբել։ Ուստի եկավ Սիմոն Պետրոսի, անալսավ անոր, դեր թունին ոտքերս պիտի լվաս։ Հիսուս պատասխան տվավ ու սավ անոր, ես ինչ որ գնեմ, թուն հիմա չես իմանար, հապա ետքը պիտի իմանաս։ Պետրոսը սավ անոր, փնավ թունին ոտքերս պիտի չլվաս։ Պատասխան տվավ անոր Հիսուս, եթե քեզ չլվամ, թուն ինձ հետ բաժին չունիս։ Սիմոն Պետրոսը սավ անոր, դեր ոչ թե միայն ոտքերս, հապա նաև ձեռքերս ու գլուխս։ Հիսուսը սավ անոր, լվացվածին ոտքերը լվալեն զատ ուրիշ բան բեք չէ, այլ բոլորովին մաքուր է։ Եվ դուք մաքուր եք, բայց ոչ թե ամենդ։ Վասնզի գիտեր զանիկա որ զինք պիտի մատներ, անոր համար սավ ոչ թե ամենդ ալ մաքուր եք։ Ու երբ անոնց ոտքերը լված եւ իր հանդերձները առնելով նորեն սեղան նստավ, ըսավ անոնց. Գիտեք ինչ ըրի ցեզի։ Թերևս հարցումը դարօրինակ ըլլա, բայց Հիսուս ուրիշ բան ասել գուզեր։ Գսե. Գիտեք ինչ ըրի ցեզի։ Դուք զիս վարդապետ ու դեր կգոչեք եւ աղեք կսեք։ Վասնզի այնպես եմ։ Հապա եթե ես դերս ու վարդապետս ձեր ոտքերը լվացի, պետք է որ թուգալ իրարու ոտքերը լվակ։ Վասնզի ցեզի օրինակ մտվի, որբեսի ինչպես ես ցեզի ըրի, թուգալ ընեք։ Ճշմարիտ կսեմ ցեզի, հոսե ոտն լվայի իմաստը։ Ճշմարիտ կսեմ ցեզի, ձարան իր դերոճմեն մեծ չէ, ոչ ալ ղրգվածը զինք ղրգողը մեծ է։ Եթե դուք այս բաները գիտեք, երանելի եք, եթե ասոնք կատարեք։ Թող Աստված օրհնի իր խոսքին ընթերցանությունը։ Այսօր ավակ 5 շաբթի երկու կարևոր դեպքեր կատարված են։ Մեկը դերոջը ընթրիքն է, Հիսուս աշակերտներուն հետ զադիկը գտոնե եւ անոր նոր իմաստ մտալով այս ընթրիքը կատարեց։ Մույսը Հիսուս իր աշակերտներուն ոտքերը գլվա։ Առաջինը հիշադակ մներ, որ թարերուն տածքին քրիստոնյաներ շատ շարունակ գեհիշեն։ Անշուշտ բարձ հիշել մը չէ այս, բարձ հիշել մը չէ։ Հաղորդության խորհուրդը հասկանալով հիշադակ մնե այս հիշադակի մեջ մեծ օրհնություններ կան։ Մույսնալ արարք մներ, որ դերը այդ արարքինըտ մեջ են նվազագույնը 3 կարևոր դասեր գուզե սորվեցնել, որու մասին ետքը պիտի անդրադառնամ։ Վերջին ընթրիքը կգարտանք Մարգոսի ավետարանին 14-րդ գլուխի մեջ, Հիսուս իր կյանքին ընթացքին, 3.5 տարվա ընթացքին, միայն մեկ անգամ այս ընթրիքը կատարեց, աշակերտներուն հետ, զատկվա դոնին արիթով, եւ Պողոս Արաքյալ գսե իր մատնված քիշերը, ինչ որ քիչ առաջալ հաղորդության պաշտամունքի ընթացքին կարդացվեցավ, իր մատնված քիշերը եղավ այս։ Զադիկի դոնին նոր իմաստ մտվավ, եթե կարդանք Մարգոսի 14:22-24 գսե, եւ քանի որ անոնք գուդեին, հաց արավ, Հիսուս հաց արավ, օրհնեց ու գդրեց եւ դվավ անոնց ու ասավ. արեք
այս է իմ մարմինս, եւ քավաթը արավ, քոհացավ ու դվավ անոնց, եւ ամենն ալ խմեցին անգե, ու սավ անոնց, ասիգա է իմ արյունս նոր ուխտի, որ շատերու համար գտապվի։ Մեր դերը Զադիկին նոր իմաստ մտավ։ Հրյական սովորության պես Զադիկը դոնեց, բայց այս անգամ նոր իմաստ տվավ, ինչպես որ գարտացինք, հացը արավ, ասավ ասի իմ մարմինս է, քինին արավ փաժնեց, ասավ ասի իմ արյունս է։ Ինչ էր Զադիկը հին ուխտի տնտեսության մեջ, Զադիկ փասեկն է, որ կնշանակե ելք Եգիպտոսի երկրեն այն օրը, որ բիդելեին նախորդ քիշերը, ուրեմն քարնուկը մորթեցին եւ անոր արյունը դան թրանտիկներուն սրսկեցին եւ սադագի չրեշտակը պիտի անցներ եւ պիտի մերցներ ուր որ այն դամ թրանտիկներուն վրա արյուն սրսկված է այդ դունը բադիժե զերծ պիտի մնար ուրեմն այս քահապարն է հրյաներ միշտ կհիշադակեին իրենց Եգիպտոսեն ելլելը թեպի Կանանու երկիրը հետևաբար այս էր վերջին ընտրիկին պատկամը հոս նորուխտի տնտեսության մեջ առաջին Հիսուս գզոհվի որպես քարնուկ ինչ որ ասավ երբ որ քինին բաժնեց ասիգայիմ արյունս է ասավ Հիսուս իր մարմինեն այսպես թանակ մարնելով արյուն չոսեցուց եւ չփաժնեց Հիսուս քինին բաժնեց Հիսուս քինի բաժնեց եւ սա ասեք ասիգա իմ արյունս է որպես խորհրդաբատկեր եւ նաեւ հացը Հիսուս իր մարմինը գդոր մարնելով չդվավ հաց արավ գարտացինք հաց արավ գդրեց եւ բաժնեց եւ սա ասի իմ մարմինս է որտեղ ինք խաչին վրա պիտի գոդրվեր պիտի զոհվեր շատերու մեղքերուն համար ուրեմն Հիսուս գզոհվի որպես քարնուկ այս է Զադիկի նոր իմաստը երկրորդ Քրիստոսի զոհաբերությամբ ասված նոր ուխտը գգադարե ինչպես որ գարտացինք 24-րդ համարի մեջ ուսավ անոնց ասիգա իմ արյունս նոր ուխտի որ շատերու համար գտապվի որտեղ վստահ էր որ Հիսուս պիտի խաչվեր եւ արյունը թափեր անորաբար չսա պիտի թափվի որտեղ քաչ գիտեր որ ինք մեռնելու եկած էր ուրեմն այս է Զադիկին նոր իմաստը նոր ուխտ այսինքն Աստված մարդոց հետ նոր ուխտի սկզբունքով պիտի վարվի ու ոչ թե հին ուխտի սկզբունքով մարդոց հետ իր վարմունքը պիտի փոխվի որպես սկզբունք նոր ուխտով շնորհքի տնտեսությունը կսկսի ժամանակաշրջանը կսկսի որում մեջ կգտնվենք մինչև այսօր փրկության համար հին ուխտի օրենքներուն պետք է չգալ քարնուկ զոհել տեսակ թրջող աղավնի է այս է եւ այլն պետք է չգա ովևէ անասուններ ու զոհեր պետք է չգա այլ նոր ուխտի հիման վրա փրկությունը հավատքով է գահավատանք ինչ որ Հիսուս ասավ եւ գադարեց Հիսուս ասավ ասիգա իմ արյունս ասի մարմինս է եւ խաչին վրա մերավ եւ իր արյունը եւ մարմինը որպես ջանք շնորհող հավատքով գտնունինք ուրեմն նոր ուխտի սկզբունքով փրկությունը հավատքով է մեղքերու թողությունը հավատքով է դեսանելի օրեն քարնուկը փերելով պետք է չգա ուրեմն այս է ասիգա իմ արյունս նոր ուխտի որ շատերու համար գտապվի խորհած եք դուք ինչու համար գսե շատերու համար եւ ոչ բոլոր աշխարհի համար Հիսուս իր արյունը
բոլոր մարդոց բոլոր աշխարհի համար թափեց, բայց հոս դերը գսե շատերու համար, որովհետև պիտի գտնվի մարդիկ, որոնք պիտի մերժեն, եւ իր աշակերտները 4 կողմը, դուրսը հրյա, ավանդաբաշները անոր համար, այո, Հիսուս բոլոր մարդոց համար իր անունը թափեց, բայց անոնք, որոնք հավատքով գտնունին, անոնք կփրկվին, անոր համար այդ բառը գործածել։ Հին ուխտի տնտեսությանը մեջ յուրաքանչյուր մեղանչող եբրայացին անարատ քարնուգը գբերեր եւ քահանային արչեւ գուքար, քահանան հadouk արարողություններով քարնուգը իր եբրայացին իր ցերքը ամեն անարատ քարնուգի վրա գտներ եւ քարնուգը գզոհվեր, արյուն գտապվեր։ Եբրայացին մեղքը քարնուգին վրա գանցներ եւ քարնուգը որպես մեղավոր գզոհվի, եբրայացին ազատ կարձակվի։ Ուրեմն ասի մենք հավատքով հիմա Քրիստոսի մեր ցերքը, հավատքի ցերքը Քրիստոսի գերգարենք եւ հոն շնորհակալություն հայտնելով գսենք ով դեր փառքես դեր որ իմ դեղս մերար մեղավորի մեղքերը այսպես կներվին գքիդակցի մեղքերը գխոստվանի գահավադա որ Քրիստոսի արունը քավչարան զորություն ունի իր մեջ գները գչնչե եւ այսպես մեղքերու թողություն գստանա գզգա թե ինք մեղքերու թողություն ըստացավ Yet găgăsca, araci găhavada, yet gă bidesca, այն օրտնությունը, ուրախությունը, քիդակցությունը բիդունենա իր հավատքին հիման վրա բիդի քիդակցի ունեցած քիդությունը ամուր հիմերու վրա է աստծո խոսքին հիման վրա է ուրեմն այս քիդակցության խիղճը բիդի հանդարտի Եվ հավատքով մեղքերու թողություն բիդունենա այդ ուրախությունը բիդի վայելե Ուրեմն հին ուխտի տնտեսությանը մեջ այսել նոր ուխտի տնտեսությունը բոլորովին ուրիշ է Այս է ավակ շաբթվա պատգամը Տեր Հիսուս որպես Աստծո քարը ամեղ անարատ հին ուխտի տնտեսության մեջ քարնուկը անարատ պետք է լա հատպես ովևէ քարնուկ ընդունելի չէր, ինչու համար անարատ պետք է լա, որտև Քրիստոսի խորհրդապատկերն է, ուրեմն այսպես Աստծո կողմէ որոշված անարատ քարնուկը Տեր Հիսուս Քրիստոս իր արյունը պիտի թափեր։ Երկրորդ եղելությունը Բոդն լվայի եղելությունն է, զոր հոս մենք կարտացինք Հովանու ավետարանի մեջ։ Խաչելութենե մեկ օր առաջ Տեր Հիսուս իր աշակերտներուն մաքուր ոտքերը լված, չէ, աղդոտ ոտքերը լված, Մինչ ընթրիկ կնեին, Տեր Հիսուս պետք մտեսավ, մեկ օր առաջ աշակերտները իրարու մեջ շատ կարևոր նյութ գծեցին, ինչ էր, Ով բիդլա մեր մեջ մեծը, մեր դերը քանի անգամ ըսավ, հրյաներու ցերքը պիտի մատնվիմ, խաչը պիտի լեմ եւ այլն, մահը հստակորեն ըսավ, հիմա մեր մեջ ով բիդլա մեծ, այս նյութը այսօր շատերուն գեդակրկրե, մեծությունը, ով բիդլա մեծ, ուրեմն Տեր Հիսուս Ըսավ, առաջ որ մեկնիմ, կարևոր կազմը սորվեցնեմ իմիններուս, ոչ թե 12-ին, հաբա նաև թարերու ընթացքին, բոլոր իրեն հետևորդներուն։ Շատ էր Հիսուսի այս ըրածը փարացիորեն գարդեն, հարկելի է, ըսելիք չկա, թուք ալ իրարու ոտքերը լվակ խոսքերուն հիմնվելով։ Ամենամեծ աբացույցը Բոդն լվայի իմաստը չհասկնալուն այն է, թե դարին մեկ անգամ գնեն, ասի արդեն աբացույց է, որ իմաստը չեն հասկացած և փարացիալ չէ, որով խոնարհության տաս է, ինչ է դարին անգամը մենք խոնար պետք է լանք, այնպես որ
իմաստ ունի։ Եթե փարացի ըլլար իմաստ եւ բադվեր ինչպես հաղորդության բարակային գսե ասիգարը քանի անգամ որ խմելու ըլլակ։ Ուրեմն Հիսուսի խոսքերը Պետրոսին գաբացուցանեն թե բոդլվան փարացի չէ։ 7-րդ համար գսե Հիսուս պատասխան տվավ ուսաբանոր. Ես ինչ որ գնեմ, թուն հիմա չես իմանար, հաբա ետքը պիտի իմանաս։ Մեր դիրոջ շատ մխոսքերը եւ ասի բնական ցայդուն է, հայտնի է, ուրեմն պատկերավոր գերբերով կորստական գուզե բացադրել, որտեղ իր շատ մխոսքերը այլաբանական, փոխաբերական իմաստ ունին։ Այսինքն պատկերավոր գերբով միտքը գահասկծնե։ Փամը անել եւ այդ արարքով արարք անել եւ այդ արարքով միտքը հասկացնել։ Այս է։ Բայց անշուշտ փարացիորեն բոդլվայի այդ արարողությունը որ գնեն ըսկանչելի տասմն է Երանի թե բոլոր անոնք որոնք գտիդեն եւ իրենց ոտքերին գլվան, լվացողը, լվացվողները, բոլոր ժողովուրդը հասկանան ինչ է իմաստը, հարցը հոս է։ Ուրեմն Հիսուսը ասավ, ինչպես ասոնց խոնարհության ու մաքրության տասը սորվեցնեմ եւ հրյական սովորությունը կործատրեց։ Հին ադեն երբ հարուստ տամը մեջ հադուկ հավաքույթ մտեղի գունենար, ձարամը գվարցեին և հրավիրված, որպեսի հրավիրված մարդոց ոտքերը լվա, այս է կործը։ Ուրեմն, որովհետև աթորներ չգային այն ադեն և ջամփաները գիտեք հիմակվաբես մաքուր չեն, գոշիկներ չգային, կուրբաներ չգային և աթորներ չլալով կեդինը գնստեին մեկու ոտքը ուրիշին ոտքին գտպնար եւ այ ուրեմն ասի սովորություն էր հրյական մշակույթի մեջ սովորություն էր ուրեմն մինչ հոստեղը հավաքված էին հավանաբար աշակերտներուն մեջ թերևս վեճալ եղավ որտեղ անոնց մեկը պետք էր ելներ թերևս Պետրոսավ աչքրավ մեկը պետք է լվա Հիսուս ուրեմն ոտքի ելավ եւ ընտրիկեն ելավ գսե, ատպես կարտացին, գսե հոս, ընտրիկեն ելավ, ընտրիկ կնային, տեսա, որ մեկը ոտքերը չի լված, ինք ելավ, ընտրիկեն ելավ եւ հանդերձները մեկտի թրավ, ուղենչակ մարդելով մեջ կպատտեց։ Հեզ թագավորը, որ Երուսաղեմ մտավ, Իշու ավանագին վրա նստած, հեզ թագավորը ոչ թե խոսքով իր հեզությունը ցույց տվավ, հաբա կործով։ Խոնարհության տասը կորցնականապես ցույց տվավ։ Այս արարքով ուրեմն Տեր Հիսուս իր միտքը հասկացնել ուզեց։ Եվ սա գարտացինք։ Գիտեք ինչ ըրիցեզի Չէ, այդպես հարցում մգնե։ Դրա բանական գտվի, երևակայցեք հոս այդպես բամը լար, և ոտք լվացողը մեզ եսե, որ գիտեք ինչ հրի, անշուշ գիտենք, չուրպեր, իր ոտք լվացիր, ոչ, հասկացակ ինչ հրի, միտքս հասկացակ, տասը սորվեցակ, այս է, որ գսե, գիտեք ինչ հրի։ 12-16 համարներու մեջ հստակ կտեսնենք, թե Հիսուս խոնարհության տասը գուզեր սորվեցնել աշակերտներուն, մինչ անոնք կխորեին, ով բիդլա մեծ մեր մեջ։ Հավանաբար ընտրիկի ժամանակ ալ նույնը կխորեն, փոխանակ մեկ ելնելու ոտքերը լվալու, ըստ սովորության ով բիդլա մեծ Հիսուս խոնարհության տասը սորվեցուց։ Երկրորդ տասը մաքրության տասն է։ Երբ Պետրոսին գարք եկավ, ըսավ, բնավ իմ ոտքերս պիտի չի լվաս, անգարելի է։ Այստեղ Հիսուսի հետևորդը
գտեսնենք, որ չի ճանչնար իր դգարությունը եւ չուզեր լվացվիլ։ Հիմա քննադատելու բանով չէ, քավլիցի, բայց Պետրոս արաքյալներու քով եթե տնենք ամենա շատ ասպես արագ որոշումներ առնող իր եսեն մղվելով գներ Հիսուսը գսիրեր գասկած չի գա բայց իր ես հբարդությունը երբ որ Հիսուսա բիդուրանաս անգարելի է սա գրդակ երևակայել իր եսը թեմ գեցավ սա ոչ գսխալիս ասելուզեց Հիսուսին որ ոչ դու գսխալիս ես բիչուրանամ այս բոլորը գուրանամ բայց ես ոչ իր եսեն մոված եւ ուրիշ արիթոմ մնալ մեկ կողմ քաշեց Պետրոս Հիսուսին երբ դերը սա որ պիտի մատնեմ զիս եւ հրյաներուն ցերկը պիտի մատնվին պիտի խաչվի եւ այլն Երուսաղեմ երթամ Պետրոսին չրավ մեկ կողմ քաշեց անգարելի է այդ բանը քեզի լա ես ասեմ ես չեմ թողուր քեզի ով քեզի պիտի բռնե ես ոս հոնստավ ճշմարիտ կսեմ թու բիդուրանաս ինձ ուրեմն Պետրոս երբ հասկացավ յետքը 9-րդ համար Սիմոն Պետրոսը սավանոր դեր ոչ թե միայն ոտքերս հաբա նաև ցերքերս ու գլուխս լվա երբ հասկացավ թե պետք է Հիսուս իր ոտքերը լվար երբ ըսավ Պետրոսին եթե քեզ չլվամ թուն ինձ այդ բաժին չունիս ասիկա ցնցեց իրեն թուն ինձ այդ բաժին չունիս ավակ 5 շաբթի օրը մեր դեր իր աշակերտներուն այս երկու կարևոր դասեր ուզեց սորվեցնել երբ մենք կհիշենք ավակ 5 շաբթին այս երկու դասերը պետք է հիշենք եւ սորվենք ըմբռնենք եւ եթե դակավին մեր եսին գվստահենք այնպես որ խոնարհենք մենք պետք ունենք մակրության պետք ունենք որովհետեւ ամեն օր ենթակա ենք անգումներու չէ ենթակա ենք անգումներու սխալներու աթամական մեղքը կգրենք մեր մեջ շատ անգամ մենք ալ Պետրոսին նման հբարդությամբ կարտահայտվենք գսենք ես մաքուր եմ ես անոր բես չեմ ով դեր անոր խոսք հասկացուր ես այդ անոր բես չեմ այդ մարդուն բես չեմ ես մաքուր եմ պետք է չունիմ մեր անձի վրա մեծ համարում ունենանք ինչպես քիչ առաջ օրինակը բերի ճիշտ Պետրոսի պես քավլեցի քեզանակ փամբլա ես միջև այնադեն հոսեմ գիշեք Գեթսեմանի մեջ բռնեցին սուր մնալ արածեր հետը ծարաները մեգուն ագանջ չկդրեց չեմ գիտեր թե Պետրոս ցկնորսուտյան ժամանակ սուր խաղցող էր ճիշտ ագանջ չկդրելը մասնակցություն պետք է ճիշտ ագանջ չկդրել քիչը թողշեի գլուխը կփաժնի ինչպես կլագանջ չկդրեց այնպես որ Պետրոս բայց հասկացավ սորվեցավ ասված սիրելիներ մտահոգված է մեր սիրտին մաքրությունով եւ ոչ թե արտաքինով անորամար Հիսուսը ասավ եթե քեզ չլվամ թուն ինձ այդ բաժին չունիս այսինքն թուն ինձ այդ հաղորդություն կամ հարաբերություն չունիս Պետրոս թույլ դուր որ ոտքերդ լվամ մաքրվելու պետք ունիս եթե գուզենք Հիսուսի այդ բաժին ունենալ այսինքն հաղորդակցին պետք է իրեն երթանք եւ պետք է թույլ տանք որ ան մաքրեմ ես եթե քեզ չլվամ թուն ինձ այդ բաժին չունիս կնշանակե նաեւ թե մենք մեզ չենք կրնար մաքրել ուրիշը պիտի մաքրել ոչ թե թուն քեզի պիտի մաքրես ուրիշը մաքրության միջոցը մենք գիտենք ճուրն է չէ եւ ճուրը Աստծո խոսքին խորհրդաբատկերն է երդասարտը ինչո՞ւ մաքրե իր ջամփան գարցնե քու խոսքիդ համեմատ
անոր ըսկուշություն անելով։ Այո։ Իմ սրդիս մեջ բայեցի քու խոսքերդ, որբեսի ինչու չմեղանչեմ քեզի դեմ։ Մեր դեր իր բարեխոսական աղոթքի մեջ ասավ սրբե զանոն քու ճշմարտությունով քու խոսքը ճշմարտություն է։ Երբ չենք ուզեր Աստծո խոսքով մաքրվել եւ ասիգա վիճակ գթարնա վիճակ անորդ բաժին չունենք մեկը թող չխապեցես երբ վիճակ գթարնա չուզեր մաքրվել մաքրության համար ուրիշ միջոցներ ալգան Փառք Աստծո Քրիստոսի արյունը եւ Սուրբ Հոգին եւ նաեւ իր խոսքը Թեև Հիսուսի գադարած փրկակորձության հավատալով կփրկվենք, սակայն մաքրության պետք ունենք, մաքրվելու պետք ունենք, աշխարհի փոշիները մեր կյանքերը գաղտոտեն ինչպես որ աշակերտներուն ոտքերը։ Բաժին չունենալ կնշանակե նաև անբդուղ ու ետքը գդրվել։ Այդ կնշանակե թունին ձետ բաժին չունիս։ Ավակ հինգշաբթի Vodın lվայի եղելությանդ մեջ են ուրեմն մեր սորվելիք տասը խոնարհությունն է երկրորդ մաքրություն իսկ երրորդ տաս մնալ գա պատասխանատվություն պատասխանատու ենք երբ դերը գիշեք խարազանով դուրս հանեց դաջարի մեջի վաճառականները Չսավ թուգալ այդպես ռեք, գիտեք, եթե մեկը դեսնես, ձեձե թուրսան է, չսավ թուգալ այդպես ռեք։ Սակայն խոնարհության և մաքրության համար գոչ կա։ Երբ Հիսուս աշակերտներուն ոտքերը լվալով իր միտքը հասկացուց, ետքը ըսավ թուգալ այդպես ռեք։ Թուք ծեր մեջ գխոսիկ ով բիդլա մեծ, Ադի գխորիկ չէ, ուրեմն, այս բանը, որ ծերզի ըրի, հասկացեք, եթե մեծ բիդլակ, թուրս պետք է հանեք ծեր միտքեն այդ մեծ ըլլալը, թուրս։ Աստուծո թագավորության մեջ, ով որ գուզե մեծ ըլլալ, պետք է բզդիկնա։ Հովանես մգրդիչ, հեզ մարդ, Եթե Պետրոսին կով տնենք վարմուկները, անալ քիչմը քաչեր, ինչը սավ Հովանես մգրդիչ, երբ Հիսուսը տեսավ, անիգա պետք է մեծնա, իսկ ես բզդիկնամ։ Ով եմ ես և թում, ով ենք մենք, որ մեծնանք, Հիսուս բարձր էր, բարձր և իչավ, մենք ուր ենք, որ պետք է իջնենք, արդեն մենք վարնալ մնանք, հող ու փոշի ենք, ոչինչ ենք, Աստված իր շնորհքով մեզի բարձրացուց, ինք բարձրացուց, բայց Հիսուս բարձրեն իջավ, այնպես որ մենք խոնարհ ըլլանք անոր առջև, երանի թե մենք ալ այս երեք տասերը սորվինք, հբարդանալու պատճառ չունենք, Սիրելներ, ըլլա որ մենք ալ հեզ ըլլանք մեր դիրոջ նման և իրարու հետ մեր վարմունքով ցույց տանք այս հեզությունը ի փառս երրորդության ամեն Դերը ձեզ հարադապես օրհնե և իր շնորհքի մեջ բայ Եկեք աղոթքով պիտի վերջացնենք մեր պաշտամունքը երբ մգա լավ Հրամե արդ եղբայր երգեն ետքը աղոթքով պիտի վերջացնենք Հայրուր 61-րդ երկը բիդերքենք, որուն երորդ տունը ոտքի և հովիվին աղոտքով բիդի պագենք։ Հավատքս կեզ գնայի, ով կարն կողքոտայի։
Այով դեր որքան փառք ուտանք քեզի քու շնորհքիդ համար, որում մեջ կաբրինք, փառք ուտանք հավատքի կյանքին համար, այո դեր օրը մեր հավատքը դեսության պիտի վերածվի, օգնե մեզ միջև այդ բահը հավատքով ամուր գեցած հավատարիմ լանք քեզի եւ ինչպես որ դու մեզ սիրեցիր եւ լավակույնդ մեզի համար ըրիր մենք ալ դեր նույնը անենք օգնե մեզ դեր որ հեզը լանք քո արջևդ եւ իրարու հետ եւ դեր մեր սրդերը մաքուր ուղիղ լան որբեսի փարավորվիս մեր կյանքերուն մեջ եւ միջոցով դեր արցակես մեզ քու խաղաղությամբ փառքի համար կխնդրենք ամեն